Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» սերիալում իրադարձությունները հասել են այն կետի, երբ ամեն ինչ շրջվում է գլխիվայր, դերասանների հույզերն ու կերպարների բարդ հարաբերությունները լցված են լարվածությամբ, ցավով ու դավաճանությամբ։ Յուրաքանչյուր նոր դրվագ հեռուստադիտողին ստիպում է բառացիորեն շունչը պահած սպասել հաջորդ պահին։ Արմոն, ով այս ամբողջ ընթացքում իրեն պահում էր հանգիստ ու հաշվենկատ, վերջապես բացահայտում է իր իրական դեմքը։ Նա հասկանում է, որ Նարեն իրենից փորձում է հեռանալ, բայց չի պատրաստվում նրան այդքան հեշտ բաց թողնել։ Արմոնը ամեն ինչ ծրագրել էր դեռ շատ վաղուց։ Երբ տեսավ, որ Նարեն այլևս չի դիմանում հոգեբանական ճնշումներին և պատրաստ է ամեն ինչ ավարտել, նա վերցնում է իր վերջին, ամենաուժեղ զենքը՝ ձայնագրությունը։ Ձայնագրության մեջ հստակ լսվում է Քաջիկի խոսքը, Արփիի հայրը խոստովանում է, թե ինչպես են իրենք Սաքոյի՝ Նարեի հոր հետ միասին սպանել Աշոտին, Հայկի հորը, և թաղել անտառում։ Այդ խոսքերն այնքան ծանր են, որ կարող են ոչ միայն Սաքոյին, այլ նրա ամբողջ ընտանիքին կործանել։ Արմոն դա գիտի, և հիմա նա օգտագործում է այդ ապացույցը որպես շանտաժի գործիք։ Նարեն շփոթված է, նրա աշխարհը մեկ վայրկյանում փլվում է։ Նա հասկանում է, որ եթե Հայկն իմանա ճշմարտությունը, ոչ միայն Սաքոն կկործանվի, այլ նաև իր և Հայկի միջև երբևէ եղած հարաբերությունները կվերանան ընդմիշտ։ Հեռուստադիտողներին էլ վաղուց արդեն պարզ է, որ Նարեն մինչև ականջների ծայրը սիրահարված է Հայկին։ Նարեն շատ լավ գիտակցում է, որ սա ոչ միայն Սաքոյի վերջն է, այլ իր ամբողջ ընտանիքի։ Արմոն նայում է Նարեի աչքերի մեջ սառը, հաշվենկատ հայացքով։ Դե, հիմա Նարեն պետք է որոշի՝ ամուսնանա Արմոյի հետ, թե բոլորը կիմանան հոր մասին ողջ ճշմարտությունը։ Նարեն կարծես քարացած է, չգիտի ինչ պատասխանել, նրա մեջ սկսվում է ներքին կռիվ՝ սեր Հայկի հանդեպ և վախ իր հոր ճակատագրի համար։ Նա հասկանում է, որ ցանկացած քայլ կարող է ամեն ինչ կործանել, և հենց այդ վախից դրդված նա որոշում է ընդունել Արմոյի պայմանը։ Նարեն համաձայնվում է նշանվել Արմոյի հետ միայն նրա համար, որ պահպանվի գաղտնիքը։ Այդ ընթացքում Վռամը գտնվում է հիվանդանոցում, նրա վիճակը կայուն չէ, նրան վիրահատել են, և բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Սոնան գրեթե չի հեռանում հիվանդասենյակից, աղոթելով, որ ամեն ինչ լավ լինի։ Սերիալի ամենահուզիչ տեսարաններից մեկն է այս պահին ձեր էկրաններին։ Հեռուստադիտողներն ուղղակի շունչները պահած սպասում են տեսնելու, թե ինչպես է Սոնան խնդրելու, որ Վռամն իրեն մենակ չթողնի։ Բոլորը սպասում են, թե երբ կբացվի Վռամի աչքերը։ Մինչ այդ Արմոն շարունակում է իր մութ խաղը։ Նա ստվերի պես վերահսկում է Նարեին, թույլ չտալով ոչ մեկին մոտենալ նրան։ Նարեն փորձում է որևէ ելք գտնել, սակայն հասկանում է, որ Արմոնը ամեն ինչ մտածել է։ Հիմա նրա ձեռքում ոչ միայն ձայնագրությունն է, այլ նաև մի քանի փաստաթուղթ, որոնք կարող են Սաքոյին դատապարտել երկար տարիների ազատազրկման։ Հեռուստադիտողները հիմա փորձում են հասկանալ՝ արդյոք Նարեն կկարողանա գտնել այն մեկին, ով կօգնի իրեն դուրս գալ այս փակուղուց։ Միգուցե հենց Հայկ, ով չնայած ցավին ու խաբվածությանը, կպայքարի Նարեի համար։ Բայց մինչ այդ սերիալի լարվածությունը հասել է գագաթնակետին։ Արմոն հաղթողի դիրքում է Նարեն կոտրված, Վռամի կյանքի ու մահվան սահմանին, իսկ Հայկը կա պատրաստ ամեն բան իմանալու, անգամ եթե այն կործանի իրեն։ Հեռուստադիտողները շնչակտուր սպասում են հաջորդ սերիային, որովհետև հստակ է՝ ամեն ինչ դեռ նոր է սկսվում, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունն առաջինը տեղեկացված լինելու։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների, շոու-բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն։ Գրեք նաև ինչ եք կարծում Վռամը կապաքինվի և արդյոք Նարեն կհամաձայնվի ամուսնանալ Արմոյի հետ։ Ինչպես կվարվի Հայկը Նարեի ու իր ընտանիքի հետ, եթե պարզվի այդ սարսափելի ճշմարտությունը, որ իրենք ուղղակի անտեղի են նման կերպ ապրել, որ նրանք գյուղից անտեղի են հեռացել, որ նրանց հայրը որևէ բանում մեղավոր չէր, նա մեղավոր էր միայն Լալային սիրելու համար։ Փոխանակ Սաքոն ու իր ընտանիքը հեռանար գյուղից, Հայկի ընտանիքն ուղղակի քայքայվեց։ Պապն ու տատը մահացան Հայկից կարոտ։ Եվ ով պետք է պատասխան տա այս ամենի համար։ Հայկը հաստատ Սաքոյին չի ներելու այս ամենի համար։
Հայկն ապրել է մեղքի զգացումով, քանի որ նա երբեք չի կարողացել ներել իր հորը, որ իրենք մեծացել են մենակ։ Բայց պարզվում է, որ իրենց հայրը չի էլ կարողացել գալ, քանի որ նա մահացած է։ Ամենադիտարժան, ամենահետաքրքիր սերիաները դեռ առջևում են, այնպես որ բաց չթողնեք հեռուստասերիալի սերիաները, դրանք լինելու են էլ ավելի ինտրիգային ու բացահայտելու են մեծ գաղտնիքներ։